Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ եղիցի անուն քո, եկեցե արքայություն քո, եկեցին գամ քո որպես հերկինս եւ հերկրի, հսած մեր հանապազորդ տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարդիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկյազ մեզի չարե, Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս Քրիստոս հարյավի մեռելոց ամեն նստեք սիրելիներ բարի եկեք թող Տեր օրհնի բոլորիս իր խաղաղության սիրո մեջ պահի, որ իր հարության խորհրդով կարողանանք ապրել այս աշխարհի մեջ։ Մենք այսօր շարունակում ենք Թեսաղոնիկեցիներին գրված առաջին նամակի 5-րդ գլուխը եւ այսօր հետարքիր որ 12-ից 15 համարներ, 4 համարներ պիտի սերտենք, բայց շատ կարևոր նյութի մասին պիտի խոսենք, նախ պիտի խոսենք թե ինչպես մենք պետք է վերաբերվենք մեր հոգեվորականներին, մեր քարոզիչներին, մեր առաջնորդներին եւ մենք ինչպես պիտի կարողանան հավատացյալ հոգեվորական այնպես ապրել, որպեսզի եկեղեցու միաբանությունը չխաղթարվի եւ եկեղեցու մեջ խաղաղություն տիրի։ Մենք անցյալ անգամ խոսեցինք Տիրոջ երկրորդ գալստյան մասին, թե ինչպես պիտի լինի, նաեւ Պողոս Արաքյալի հրահանգները լսեցինք, տեսանք, թե մենք իբրև քրիստոնյաներ ինչպես պետք է մեր հավատքը, հույսը, սերը անսասան պահենք մեր կյանքի մեջ, եւ վերջում Պողոս Արաքյալ ասաց, որ ուստի մենք մխիթարենք եւ ամրապնդենք միմյանց, ինչպես որ արդեն անում ենք։ Հիմա շարունակության մեջ պիտի սովորես, թե ինչպես պետք է այդ ամենը գործնականորեն պահել, որպեսզի եկեղեցու մեջ խաղաղություն ունենա, եկեղեցին չբաժանվի եւ տարատեսակ խոսակցություններ, բամբասանքները պատճառ չդառնան եկեղեցու պառակտման։ Եվ տեսնենք այսօրվա կարճ համարների մեջ շատ բովանդակալից զրույց պիտի ունենանք։ Ուրեմն այսօրվա 5-րդ գլխի 12-րդ համարը։ Եղբայրներ, աղաչում ենք ձեզ, որ ճանաչեք եւ գնահատեք ձեր վաստակավորներին, Տիրոջ կողմից ձեր վրա նշանակված վերակացուներին, ինչպես նաեւ ձեզ խրատողներին։ Ուրեմն տեսեք Պողոս Արաքյալը նորից ասում է եղբայրներ։ Ուրեմն եթե չեմ հիշում, չեմ ասել սրա մասին, ուրեմն Պողոս Արաքյալը իր 14 նամակների մեջ 60 անգամ ասում է եղբայրներ։ Եղբայրներ, խնդրում եմ ձեզ, աղաչում եմ ձեզ, պահանջում եմ, երբեմն հորդորում եմ։ Ինչու է համարում, ուրեմն երբ որ ասում է եղբայրներ, հունարենի մեջ սա հասկացում ենք եղբայրներ եւ քույրեր։ Դրա համար մենք միշտ երբ որ իրար դիմում ենք խորանից, ասում ենք սիրելի քույրեր եւ եղբայրներ, ցույց տալու համար, որ մենք բոլորս քույրեր ու եղբայրներ ենք Քրիստոսով, որովհետև մենք բոլորս մեկ եկեղեցու արգանդից մկրտության ավազանից ենք ծնված, դրա համար մենք քույրեր ու եղբայրներ ենք։ Բայց Պողոս Արաքյալի համար ինչ էր սա այս հասկացողությունը, որ յուրաքանչյուր եկեղեցի ինքը ընտանիքի անդամ է, այսինքն բոլոր եկեղեցիների մեջ ավակող քրիստոնյաներ իրենք ընտանիք են կազմում, մենք Քրիստոսի ընտանիքի անդամներն ենք, դրա համար քույրեր ու եղբայրներ ենք։ Եվ այս զգացողությամբ շատ կարևոր է, որ մարդիկ իրար մոտենան, որպեսզի մենք Քրիստոսով հասկանանք, թե ինչ ասել իրական հոգևոր ընտանիքի մաս ու բաժին լինելը։ Այն մարդիկ, ովքեր որ եկեղեցու մեջ չեն ապրում, եկեղեցուց մենք երբեմն օգտվում են որոշակի ծիսակատարություններից, նրանք չեն հասկանում այդ խորհուրդը եղբայր եւ քույր ինչպես կարող են մարդը լինել եւ այդ հոգևոր ջերմությամբ ինչպես կարող են մարդիկ կապված լինել։ Մենք ամեն մեկս տարբեր ընտանիքներից, տարբեր մտածողությամբ գալիս ենք հավաքում ենք այս ընտանիքի մեջ, բոլորս Քրիստոսով նույնն ենք, չէ՞ դառնում։ Նույն ուղղությամբ աղոթում ենք, միասին նույն ձևով երկրպագություն ենք անում։ Եթե որոշակի դժվարություններ փորձեն, միասին լուծում ենք, մեկս մյուսի լուծ իրար վրա վերցնում ենք եւ այս հոգևոր ընտանիքը դրանից է կազմված։ Հիմա տեսեք ինչ ասում, եղբայրներ, քույրեր, աղաչում եմ ձեզ, որ ճանաչեք եւ գնահատեք ձեր վաստակավորներին։ Ուրեմն շատ կարեւոր տեսեք երկու բառ է ասում, ճանաչեք եւ գնահատեք։ Ուրեմն ինչ է անում, որ հավատացյալներին Պողոս Արաքյալը կոչ է անում, որպեսզի իրենք ճանաչեն գնահատեն նրանց, ովքեր իրենց համար աշխատում են, ովքեր իրենց ժամանակ, իրենց կյանքը դրած է այդ մարդկանց փրկության ծրագիր իրականացնելու համար, ճանաչել եւ գնահատել, այսինքն հոգեվոր հովիվներին առաջնորդեն, նրանք ովքեր մեզ համար պատասխանատու են։ Ինչու է ասում ճանաչել եւ գնահատել։ Գիտեք, ճանաչել բառը այսօր մարդիկ շատ սխալ են ընկալում, հասկանում։ Ճանաչելը միայն անուն ազգանուն իմանալը չէ,
որ դու այդ մարդուն ճանաչում ես։ Դու մարդուն պիտի ճանաչես նրա այդ շփվելով, խոսելով, ճանապարհ անցնելով, որպեսզի հասկանաս ով այս մարդը։ Երբեմն երբ որ կեղծ լուրեր ենք լսում, մենք միանգամից հավատում ենք առանց այդ մարդկանց ճանաչելու, չէ՞։ Միայն անուն ազգանունը գիտենք, ասում մենք այդ մարդուն, չէ, մենք գիտենք այդ մարդու անուն ազգը, բայց այդ մարդուն մենք չենք ճանաչում։ Դրանից մենք ճանաչելուց հետո նաև գնահատեք, թե ինչ են անում այդ մարդիկ ձեզ համար։ Ուրեմն տեսեք, եթե ընտանիքի մեջ հայր ու մայր չլինի, ինչ կլինի այդ ընտանիքը։ Ինքը առողջ միջավայր կլինի, չլինի, չէ։ Ուրեմն այնպես էլ եկեղեցին, թե հոգևոր հովիվ չլինի, քահանան, եպիսկոպոս, առաջնորդը չլինի եկեղեցու մեջ, սիրելիներ, քրիստոնեական եկեղեցին ցիրուցան կլինի։ Այսինքն, այսքան որ ամեն օր բաժանվում են տարբեր տեսակի խմբակներ են առաջանում պատճառն ինչ է, որովհետև ամեն մեկը ցիրուցան եղած ինքը չի ուզում Քրիստոսի շուրջը հավաքվի, ամեն մեկը ինքը ուզում է այդ տան մեջ ղեկավար լինել, այդ տան մեջ ինքը առաջնորդ դառնալ եւ ցիրուցան է լինում։ Ուրեմն դրա համար է նշանակված հոգեվորական այդտեղ, որպեսզի եկեղեցու մեջ հոգեվորական անհրաժեշտությունը պատճառ դառնա քրիստոնեական եկեղեցու միության։ Տեսեք, առաքյալները, երբ որ Քրիստոսից հետո գնացին քարոզելու, ինչ խնդիր առաջացավ, որը մարդիկ ովքեր մկրտվում են, հատկապես հեթանոսները պիտի մկրտվեին, հարց կար, չէ, այս մարդկանց թլպատել թե չթլպատել։ Եվ առաքյալները բոլորով հավաքվեցին Երուսաղեմում 49 թվականին ժողով գումարեցին, որ կարիք չկա նորադարձ մարդը հրեական օրենքները, կարգերը պահի։ Այսինքն հոգևորականի դերը, առաջնորդի դերը սրա մեջ է, որ մեզ հուզող ամեն օր հարցերի պատասխանը տա եւ ինքն էլ դետ եք դրված մեր վրա, մեր հոգիների հսկողության համար, որպեսզի մենք այդ մարդկանց մեջ կարողանանք փրկության առաջնորդել։ Հիմա տեսեք, ինչու է ասում ճանաչեք եւ գնահատեք ձեր վաստակավորներին։ Այսօր եկեղեցիներում, շատ եկեղեցիներում կան մարդիկ, ովքեր որ հարգալից վերաբերմունք չունեն իրենց հոգևորականների հանդեպ։ Լսում ես տարատեսակ բնույթի խոսքեր, բամբասանքներ, ինչ սուտ տեղեկություններ։ Երբեմն մեր մեջ էլ մարդիկ լինում են, իրենք միշտ եկեղեցում են աղոթում, ես ասում եմ բոլոր եկեղեցիներում այս խնդիրը կա հավատացյալների մեջ, ինչքան կեղծ լուրեր տեսնում են համացանցում, իրենք տարածում են։ Ես էլ մեր մոտ մի հոգու ասել եմ, որ ինչու ես այդ լուրերը տարածում, ասում ես այդ մարդուն վստահում եմ, ասում եմ դու այդ մարդուն երբևէ տեսել ես, չէ, երբևէ շփվել ես, չէ, իսկ ինչ որոշեցիր, որ իր տարածած նյութերը եկեղեցու հոգևորական մասին ճիշտ են։ Դու գալիս ես եկեղեցի, պատարագին մասնակցում ես, հաղորդություն ստանում ես, խրատը խոսքը լսում ես, հետո գնում ես այդ եկեղեցու մասին սխալ վատ տեղեկատվություն ես տարածում տարբեր տեղ։ Հարցը չի առաջանում, քեզ ճանաչող մարդը կասի, սա ոնց է եկեղեցի գնում, երբ որ իր եկեղեցու հոգևորականների մասին սխալ տեղեկությունները տարածում է։ Ուրեմն այնպես ինչպես բոլոր ժամանակներում ոչ հասու քրիստոնյաներ կան, այսինքն եկեղեցում կան քրիստոնյաներ, որ ինք նման են կատութող մարդու, չէ՞, ինք դեռևս նոր կամած հասունանում են, այս ոչ այս հասուն քրիստոնյաները չեն սիրում եկեղեցու մեջ կարգ ու կանոն, չեն հարգում իրենց հոգևոր առաջնորդներին, հոգևորականներին, եւ դրանք բոլորը սուտ ու կեղծ տեղեկություններ են տարածում։ Ուրեմն այս աշխարհում կա մարդ, որ ինքը տկարություններ կամ սխալներ չունենա։ Բնականաբար բոլորս էլ ունենք, եւ մենք եթե մենք ձգտենք բոլոր մարդկանց հաճելի լինենք, կարող ենք այդպես անել։ Բայց քանի որ մեր նպատակը մարդկանց հաճելի լինելը չէ, մարդը ինքը տկարություն ունի, կարող է սխալվել։ Բայց առանց երբ որ դու չգիտես այդ սխալը, չգիտես այդ մարդը այդ արարքը գործել է թե չէ, դու տարածում ես, դու նաեւ մեկ ուրիշ պատվիրան ես խախտում, որ քո ընկերոջ մեղքերն ես բացահայտում։ Ուրեմն մեր նպատակը ոչ թե այդ մարդու մեղքը բացահայտել խայտարականելն է, նախ եւ առաջ այդ մարդու հետ պիտի խոսես, դեմ հանդիման պիտի գնաս կանգնես խոսես, տեսնես այդ մարդը արել է թե չի արել։ Ուրեմն այս մարդիկ երբ որ տեսնում էին որևէ մի սխալ, գնում էին եւ տարածում են այդ տեղեկությունը, այս մարդը մեղ գործեց վերջ ու ամբողջը տարածվում է։ Ինչպես որ սովետական շրջանում 70 տարի եկեղեցու եւ հոգեորականի մասին կեղծ լուրեր են տարածել եւ մինչեւ այսօր մարդկանց մեջ նստած է այդ մոտեցումը, որ հոգեորականները ինչ որ բան թաքցնում են, ինչ որ բան խափում են, իրենք այլ բաներ գիտեն, մարդկանց չեն ասում, միայն իրենց համար են պահում եւ այս ու տարատեսակ չասեմ նաեւ ինչ միջավայր, իրենք կներեք այս բարձր մաֆիոզներ են, իրենք գաղտնի գործողություններ են, ամեն տեսակի բան։ Եվ եթե նայել եք Սևանի ձկնոցները այդ ֆիլմը եթե նայել եք 1937 թվականի նկարահանված ֆիլմ է, ուրեմն երբ որ կոմունիստները գալիս են եկեղեցին շրջափակում են, ավակ ուրբաթն է եկեղեցու Քրիստոսի թաղման արարողությունն են կատարում, մեկ էլ ցույց է տալիս, որ այսպես սքենները քաշում են հոգևորականները, ատրճանակներ հանում են, սկսում են սպանել իրար, որտես ինչ շեշտադրում է դրված, որ հոգևորականները միշտ զենքով են ման գալիս, իրենց սքեմի տակ անպայման զենք կա կախված եւ իրենք միշտ այդ կեղծիքի տակ ապրում են, բայց այդպես չէ։ Դրա համար ասում եմ ճանաչեք եւ գնահատեք ձեր վաստակավորին։ Ինչու համար, որpիսի մենք կարողանանք ոչ միայն
գնանք եկեղեցի, փնտրենք տկարություններ ու բաց թողումներ, օրինակ մարդիկ կան երբեմն գալիս են եկեղեցի, տեսնեն քահանան ինչ սխալ մի բան կասի, որպեսզի գնացեն, այս ինչ տեղը սենց բան խոսեց, այսպեսի բան ասեց, կամ հետևում են, տենում են քաղաքի մեջ ինչպես ես քայլում, ոնց ես նստում, ինչ ես ուտում, որ գնան տարբեր տեղեր այդ մասին խոսեն։ Ուրեմն մեր նպատակը հարգել այդ մարդկանց ամենակարևորը աշխատանքը, դրանց մեջ ճանաչեք եւ գնահատեք ինչը իրենց աշխատանքը, իրենց գործը, որ իրենք անում են յուրաքանչյուր մարդու համար։ Միայն մեկ դեպքում մենք կարող ենք իրավացիոն մեղադրել որևէ հոգեվորականի առաջնորդի, երբ որ մենք հստակորեն գիտենք, որ այս մարդը խախտում է Աստծո պատվիրանները։ Ինքը սրբության ճանապարհը թողել է, ինքը աստվածայության մեջ է հայտնվել, մեղավոր կյանքով, բայց այդ դեպքում էլ ինչ պիտի անես։ Առաջին հերթին պիտի գնաս նախ իր հետ խոսես, իրանից լսես, հասկանաս, անում է այսպիսի բան։ Օրինակ 2 ամիս առաջ ինձ մի մարդու մասին բան ասացին, որ հայտնի մարդ է, որ այս մարդը ինքը գնում է կազինո, խաղում է եւ արդեն տարվել է իր գումարները պարտքերի մեջ եւ այդ մոլորության մեջ է։ Անձամբ եմ գնացել հետը հանդիպել եմ, խոսել եմ, ասեմ, լսի, դու այսպիսի բան անում ես, թե չէ։ Ինձ ասա լսեմ, որ ես քո մասին խոսող հետ խոսեմ, ասեմ, որ այս մարդը այդպես ասում եմ, Տերը, ես ինչեր են ասում իմ մասին։ Ես որովհետեւ կյանքից մեջ ասում եմ, մտածել չկամ այդպիսի վայր։ Տեսեք, բայց ամբողջ քաղաքում լուր է պատտվում, այս մարդը այդ ինչ տեղում է։ Ես անձամբ գնացել խոսել եմ հետ, եթե անում եմ, որ ասեմ, չանես, դա վտանգավոր բան է, եթե անում ես, խրատեմ այդ մարդուն, որ ինքը չգնանի, որ իր հոգին կորստյան չէ, որովհետև այդ մարդը շատ բարի ազնիվ մարդ է։ Բայց լսում ես, որ մարդիկ այդպիսի բաներ են։ Իմ մասին երբեմն այնպիսի լուրեր եմ լսում, զարմանում եմ, ասեմ, որտեղ, ինչպես, լավ է, առանց սքեմի այս քաղաքում ման չեմ եկել, որ որևէ մեկին տեսած լինի նման մեղքերի մեջ։ Ուրեմն տեսեք, մարդիկ երբեմն իրենց մտածածին մտքերը տարածում են եւ պարտադրում են։ Եվ սա եղել է հատկապես ԿԳԲ-ի գործելավոճը, սիրելիներ, օրինակ հին արխիվների մեջ, երբ որ նայեք գրություններ հանդիպեք, կտեսնեք, այնտեղ ասում է, այս մարդուն անհնար է մեր գործակալը դարձնել, որտեղ ինքը հավատարիմ էր հավատքի մեջ, իր սրբության մեջ, մնում այս մարդու մասին այլասերված նյութեր տարածել, այսինքն կեղծ լուրեր տարածել մարդկանց շրջանակում, որպեսզի կամաց չտեսնված բաները այս մարդու մասին խոսեն, ժողովուրդներ, որ ինքը այդքան չի կշռադատում, չի մտածում, միանգամից հավատում են այդ լուրերին։ Ուրեմն այս միակ դեպքն է, որ դու որ գիտես բացահայտված որ այդ մարդը խախտել է, ուրեմն անհրաժեշտություն կա գնալ, բայց նաև խոսելուց առաջ դու պիտի սխալ ապացույցես։ 1-2 հոգու վկայությամբ Հիսուսը ինչ ասում է, չէ, կանչիր, խոսիր հետը։ Ասում երբ որ քո եղբայրից մեկը մեղք է գործում, Հիսուսը ասում է կանչի, հետը խոսիր։ Եթե քեզ չի լսում, մի ուրիշ եղբոր կանչի, երկուսով խոսեք։ Եթե ձեզ էլ չի լսում, կանչեք եկեղեցու մեջ խոսեք։ Ուրեմն շատ կարևոր է խոսել, հասկանալ, ապացուցել, հետո այդ մարդու մասին ինչ որ բան ասել։ Սակայն ինչ մեղադրելը արդեն ասեցի, հակառակվելը անհրաժեշտ է ունենալ այդ ապացույցները։ Օրինակի համար նաև կարող ենք երբեմն ապացույցներ ունենալ, բայց գնալու խոսել։ Իմ սիրած պատմություններից մեկը մի վանականի մասին մեղադրանք են հնչեցնում, որ սա գիշերները աղջիկ է բերում վանք իր խուցը եւ շնանում է։ Վանահայրը սկզբում չի հավատում, հետո որ գնում է, տեսնում է, աղջիկը մտավ մեծ արկղի մեջ թաքնվեց։ Հայրը գալիս նստում է այդ արկղի վրա, մյուս միաբան ասում է, եկեք պտ, ամբողջ սենյակը քանդում են, պատմում են, ոչ ոքի չեն, ասում է, տեսակ, որ դուք եղբայր հանդեպ սուտ մեղադրանք եք հնչեցնում։ Բոլորը գնում են, բացում ես աղջիկ դուրս արի, գնա, այլևս չմեղանչես եւ եկուն ասում է դու էլ ապաշխարության ճանապարհով հոգուտ փրկությամբ զբաղվի։ Երբեմն ուրեմն սրա կարիքն էլ կա, որ պաշտպանես, թաքցնես, բայց այդ մարդուն կարողանաս փրկության ճանապարհ առաջնորդել։ Նաև չպետք է մենք ականջ կախենք տարածվող բամբասանքներին։ Օրինակ շատ բամբասանքներ կարող ենք լսել։ Երբեմն մարդիկ դիտավորությամբ կարող են այս բամբասանքը անել, որպեսզի այս մարդուն վնաս հասնեն։ Ուրեմն շատ մարդիկ կան, որ գալիս են, փորձում են հոգեվորական, ուզում են իրենց ենթարկացնել, գումարով կամ ինչ-որ մի բանով չի ստացում, սկսում են այս մարդու մասին սուտ լուրեր տարածել։ Հենց այն մարդիկ, որովհետև իրենց պետք է, որ այս մարդը իրենցից չտարբերվի։ Այս մարդն էլ իրենց նման մեղավոր ընթացք ունենա, որպեսզի ասեն, այս հոգեվորականը մեր ընկերն է, կներեք, մեր աղբերն է, մենք իրար հետ ամեն օր ուտում ենք, խմում ենք, որպեսզի նախ իրենց հեղինակությունը բարձրացնեն։ Երկրորդն ասեն, տեսեք, որ սա էլ է մեր նման, այսինքն կապ չունի, որ ինքը հոգեվորական է։ Այս խնդիրն էլ կա մեր կյանքի մեջ։ Եվ մյուս ուրիշ բանը, շատ հաճախ մարդիկ ձգտում են հոգեվորական հետ մտերմություն անել, չսիրելով ու չհարգելով իրենց։
որովհետև իրենց պետք է այդ մարդու հետ մտերմություն ունենալ, երբեմն հոգևորականները կարող է այդ մարդկանց հետ խոսել, ինչ որ բան պատմել, հետո սա էլ իրենք մատի փաթաթան դարձնեն ու ամենտեղ խոսել։ Դրա համար ասում է ճանաչեք եւ գնահատեք ձեր վաստակավորն։ Եվ տեսեք ինչ ասում Պողոս Արաքյալը արդեն Տիմոթեոսի նամակի մեջ քահանաների մասին, ասում է երեցի մասին ամբաստանություն մի ընդունիր, բայց այն դեպքից, երբ դա 2 կամ 3 վկաներով լինի, իսկ մեղանչողներին հանդիմանիր բոլորի առաջ, որպեսզի մյուսներն էլ վախենան։ Տեսեք, ասում է, երբ որ ասում է կգան ամբաստանություն կանեն, մի ընդունիր, եթե 2-3 հոգով ապացուցված չէ։ Իսկ եթե ապացուցվի, ասում է, բոլորի առջև հանդիմանիր, որպեսզի մյուս բոլոր հոգևորականները, երեսները վախենան։ Իսկ ժողովրդի մասին ինչ է ասում։ Եթե բոլոր քրիստոնյաները այսպես ապրեին, սիրներ, մենք որևէ խնդիր չէինք ունենա, չէ՞, եթե բոլոր իրար սիրեին։ Երբ որ դու մեկին սիրում ես, դու իրավունք չունես այդ մարդու սխալը կամ բաստողումը ամենտեղ պատմել։ Շատ հաճախ մարդիկ ինձ այդ հարցը միշտ տալիս են, տեր գալիս ենք եկեղեցի, մարդկանց ենք տեսնում, որ իրենք աղոթքից հետո սկսում են այդ բամբասել։ Մենք չենք ուզում այդ բամբասանքը լսել։ Թող իրենք չբամբասեն մեր ներկայությամբ։ Երբ որ դու քո կողքին աղոթող մարդուց բամբասում ես մեկ ուրիշին, քո աղոթքը այլևս զորություն չունի։ Երբ որ քո հետ ծնկիչած, քո հետ ուխտի գնացած մարդու մասին որևէ վատ կարծիք ես ասում որևէ տեղում, դու արդեն մեղքի մեջ ես։ Արդեն այդ կեղծ է քո ամեն արած ինչ որ կասես։ Ինձ երբ որ հարցնում են որևէ հոգևորականի մասին ճանաչում եմ թե չէ, ասում եմ դու իր հետ շփվել ես, չէ։ Գնա իր հետ խոսի, կարող ինքն ինձանից լավը լինի։ Դու մի լսեն մարդինց ովքեր քեզ ինչ են ասում։ Այս մարդուն դու ճանաչիր, քո հոգևորականը դու ճանաչիր, հետո իմացիր։ Այ երբ որ ես վերջին շրջանում գնացել էի ուխտա գնացության Եվրոպա, ժողովրդին վերջում հարցրել եմ YouTube-ի Տեր հայրն ու հիմիկվա Տեր հայրը նույնն էին, թե տարբեր էին, ինչ տեսակ։ Որտեւ երբ որ դու մարդուն չես ճանաչում, դու իրեն միայն լսում ես, քեզ թվում է ինքը աշխարհի սուրբն է, իրենից այն կողմ որևէ մեկը չկա, բայց երբ որ այդ մարդու ճանապարհ ես գնում, շատ բան ես բացահայտում իր համար։ Մը տեսնում ես, այս մարդը ինչ որ խոսում էր, ապրում է, թե չի ապրում։ Այս մարդը ինչ որ քարոզում իր կյանքի մեջ այդ ամենը կա, թե չկա։ Ուրեմն սա շատ կարևոր է ճանաչել, նստել եւ որտեղ կարող ես մարդուն ճանաչել, սեղանի շուրջ հաց ուտելուց, մարդու ճանապարհ գնալուց, որպեսզի մարդու մասին հանկարծ սխալ տեղեկություն չունես։ Եթե բոլոր քրիստոնյաները այսպես իրար սիրեինք, այսպես իրար գնահատեինք, մեր բոլոր եկեղեցիներում խաղաղությունը կիշխեր եւ Քրիստոսի գործը չէր վնասվի։ Որովհետեւ մենք այսպես անելով նաեւ Քրիստոսի գործն ենք քանդում, Քրիստոսի առաքելությունն ենք ոչնչացնում, որ ուղարկված ենք մարդկանց փրկության համար։ Հիմա տեսեք, ինչի համար ուրեմն մենք պիտի հարգենք ու գնահատենք կամ սիրենք մեր հոգեվոր հովիվներին։ Օրինակ, ինչի համար։ Այստեղ ասում է ճանաչեք, գնահատեք ձեր վաստակավորներին, չէ՞։ Ինչ ասում շարունակության մեջ, Տիրոջ կողմից ձեր վրա նշանակված վերակացուներին, ինչպես նաև ձեզ խրատողներին։ Ուրեմն վերակացու եւ խրատող են, չէ՞, նշանակում է մեզ վրա։ Ուրեմն հաճախ ինչ կարող ենք լսել, եթե իրեն չեմ հարգում, եթե շատ հաճախ ասում են, եթե իրեն չես հարգում, գոնե իր սքեմը հարգի։ Այսպիսի արտահայտություն շատ կլսեք, երբ որ հոգևորականը ինքը այս սքեմով որևէ տեղում հայտնվում է, արդեն ամեն ինչից անկախ մարդիկ այդ մարդու հանդեպ ակնածանքով, գնահատանքով են։ Բայց որպեսզի շարունակությունը դու պետք է մարդուն ճանաչես, չէ՞։ Ուրեմն դրա համար հիմա հարցնում է, ինչի համար։ Սքեմար մենք պիտի հարգենք հոգևորականին։ Ոչ։ Իր կոչումի համար պիտի հարգենք, ոչ։ Ուրեմն ինչի համար պիտի իրեն հարգենք։ Իր կատարած ապրես գործի եւ աշխատանքի համար։ Այսինքն այս մարդը քեզ համար է աշխատում, քեզ համար է տարվում։ Ինքը Աստծո խոսքի մատակարարությամբ է զբաղված, ինքը կոչված է Աստծո խոսքը փոխանցել մարդուն։ Մենք դրա համար ենք գնահատում։ Հիմա այս գնահատանքի մեջ երկրորդ մի բան, որ շատ են խոսում, տարատեսակ, ովքեր որ եկեղեցու հետ կապ չունեն, կյանքների մեջ մի 3 անգամ են եկեղեցի մտել, միշտ մեղադրում ենք, ինչու մենք պետք է հոգևորականին գումար տանք, թաղման, պսակի կամ մկրտության արարողության ժամանակ։ Դու իր աշխատանքն ես գնահատում։ Ինքը քեզ համար, ասենք, Իջևանից եկել է Տեր հայրը դիլիջան թաղում արել, ցեխոտվել է, բենզին օգտագործել, գազ օգտագործել, իր աշխատանքը չես ուզում գնահատել։ Դուք նվագողին կարող ես 40,000 տալ, աղոթքը, որ եկել է 50 կիլոմետր քեզ համար աղոթումը գնահատանքի արժանի չի։ Արժանի է, չէ՞։ Այսինքն սա էլ գնահատելու ձևը։ Դու իր աշխատանքն ես գնահատում, իր ծառայությունը, քեզ համար կատարված ծառայությունն ես գնահատում։ Դրա համար ասում է, այս ծառայությունը գնահատեք եւ սիրեք։ Ուրեմն այն երեցները, տեսեք ինչ ասում Պողոս Արաքյալը, որոնք լավ վերակացում են, կրկնակի պատվի արժանի թող լինեն, մանավանդ նրանք, որ տկնում են խոսքով եւ ուսուցումով։
Տեսեք, ասում եմ, այն երեսները թող կրկնակի պատվի արժանանան, ովքեր լավ են ծառայում, հատկապես Աստծո խոսք են քարոզում եւ տքնում են, այսինքն աղոթում են ձեր բոլորի համար։ Թող կրկնակի պատվի արժանանան։ Ուրեմն երբ որ դու ճանաչես հոգեորականի ապրումը, ես երբ որ մի քանի երիտասարդ ինձ հարցն ասում եմ, կգաս հետս գնանք, մեկ օր իմ հետ ապրես իմ օրով, եթե կարողանաս ապրել, խոստանում եմ ես քո կյանքով ապրել։ Բա ինչ պիտի անենք, ասում եմ, կարող ես գաս մեկ օր առավոտյան, իմ օրն եմ նկարագրել, գաս առավոտյան ժամ 9-ից ժամ 2-ից մինչև ժամի 11-ը, հետո մկրտություն անես, հետո գնաս թաղում անես, հետո գաս մկրտություն անես, հետո նորից գնաս հոգեհանգիստ։ Կարող ես այսքան հոգեվիճակը փոխվելով ապրես։ Ասում եմ, ո՞նց կարելի է այդքան։ Ասեմ, բա դու ինչ գիտես, ես ինչ տառապանք եմ քաշում։ Դու կարող ես, ասում եմ, ամբողջ գիշեր նստել մահամերձ մարդու կողքով աղոթ քանել կամ իր ընտանիքին մխիթարել։ Ամբողջ գիշեր կարող ես նստել։ Ասում ես, ինչի պիտի նստեմ։ Ասում եմ, ես նստել եմ, նստում եմ։ Սա իմ կոչումն է, իմ աշխատանքն է։ Ուրեմն դու հարգում ես ինձ դրա համար, որ ես դու աշխատում ես, ես քեզ համար աղոթում եմ։ Դու առավոտյան դեռ քնած ես, ես այստեղ աղոթք եմ անում։ Դու աշխատանքի ես ճանապարհ, ես Կիրակի օրը քեզ համար պատարագի ժամանակ աղոթք եմ անում։ Սա դու պետք է գնահատես հոգ։ Դրա համար ասում է, այն երեսներ, ովքեր այսպես են, նրանք կրկնակի պատվի թող արժանանան։ Ուրեմն հարգիր այդ մարդուն իր աշխատանքի համար։ Սրբակենցաղ հոգևորականը նաև Տիրոջով է, չէ, ինքը առաջնորդ կոչված։ Մենք Տիրոջով ենք կոչված առաջնորդելու։ Ես ինքս ինձանից չեմ հելել ինձ հորինել որպես քահանա, եկել ձեր մեջ քահանայություն անելու, չէ։ Այսինքն ինձ Տերն է կանչել, հրավիրել քահանայության, եկել եմ, եկեղեցին ինձ ձեռնադրել է, ուղարկել է ձեզ առաջնորդելու։ Նրա իշխանությունը ուրեմն Տիրոջից է, եւ այս իշխանությամբ է, որ արթանում է ինչի համար։ Ձեր օգուտի եւ ձեր փրկության համար։ Ուրեմն առանց որևէ ակնկալիքի ծառայում։ Դրա համար հիմա ինչ ասում, վաստակավորներին, ձեզ խրատողներին եւ ձեր վերակացներին ճանաչեք եւ գնահատեք։ Սա բոլոր տեղերում է, սիրելիներ, երբ որ գնում են որևէ համայնք, որևէ տեղ, սկսում են իրենց քահանայից վատ բան խոսում, դուք այդ մարդուն ճանաչում եք, չէ, ասում են։ Մի հետարքիր պատմություն պատմեմ ձեզ, մի ժամանակ լուր էր տարածվել, որ Սիսյանի եկեղեցում Տեր հայրը ինչ որ ծխախոտներ է ծխում, որտեղ երբ մտնում են այդ եկեղեցի, ծխախոտի հոտ է գալիս։ Եվ ամբողջ քաղաքը տարածել են, որ Տեր հայրը եկեղեցում է ծխում, բայց ինչ էր եղել։ Այնտեղ աշխատող մոմավաճառ պապիկը ձմեռը որ թեյ է փելուց, թեյ լցրել է, թեյի տերևները թափել են ջեռոցի վրա, այդ խոտը վառվել է, հոտ եկել է։ Բոլոր մարդիկ հոնում Տեր հայրը եկեղեցում այլ բաներ է անում։ Ուրեմն սա է, որ դու չես ճանաչում մարդուն, երբեք չես նստել, իրավունք չունես այդ մարդու մասին կարծիք հայտնելու։ Երբ որ ես մարդուն չեմ ճանաչում, ես ինչ կարծիք հայտնեմ։ Ասում եմ, Տեր, ինքը լավ մարդ է, թե ասում եմ, չգիտեմ, չեմ շփվել այդ մարդու հետ։ Իմ կարծիքը պետք չկա, չէ՞ փաթաթել որևէ մեկին, անպայման պետք է պատասխան տաս։ Երբ որ բանտում էլ ինձ հարցեր էին տալիս, ասում եք, կներեք այդ հարցի պատասխանը չգիտեմ։ Կգնամ, կփնտրեմ, կկարդամ, կգտնեմ, մի շաբաթ կգամ, ձեզ կպատասխանեմ։ Ոչ թե որ ինձանից հորինեմ այդ պահին, անպայման ես պիտի պատասխան տամ։ Չէ, որովհետև պիտի գնամ ու տեսնեմ 100 տարի առաջ, 500 տարի առաջ եկեղեցու հայրերը ինչ են ասել այս մեկնություն, այս տողը ինչպես պիտի հասկանամ, որ ես ինքս ինձանից չեմ։ Հիմա երբ որ ես նյութեր ես գրում եմ, պատրաստում եմ, չէ, ուրեմն Աստվածաշնչի տարբեր էջերը թերթում ես, տարբեր մեկնություններ նայում ես, քարոզ լսում ես, տեսնես ինչպես է մեկնաբանված, որ քեզանից ինչ որ բաներ չհորինես, գաս մարդկանց պատմում, որովհետև սա էլ շատ վտանգավոր է, որ քեզանից հորինում ես, պատասխանում ես, մոլորության մեջ ես։ Այն անգամ Տիկին Սենոնշի որ նյութը տեսել էր շատ շատերի մոտ կարծիք էր, չէ, որ շատ է բոլոր եկեղեցիում այդ խնդիրն առաջացավ, որ այս մարդիկ ինչ են քարոզում, ինչ ծայրագություններ են քարոզում։ Երբ որ դու իրավունքը չունես քարոզելու, երբ որ դու միայն ընդամենը եկեղեցու մի քանի անգամ պատարագ ես գնացել ծառայել ես, հա, անում են YouTube-ի մեջ տարածում են ու գնում ես կրակը։ Ասում ես հոգեվորականը քեզ նման բան ասել է, չէ, քո հովիվը քեզ նման, գնա քո հովից հարցրա։ Քո հովիվը քեզ պիտի պատասխան տա։ Ոչ թե տարբեր բժիշկների մոտ գնաս, տարբեր բաներ ասեն ու սխալ բուժման հետևանքով առողջական վիճակը տավել։ Նույնն էլ հոգևոր կյանքն է։ Իրավունք չունես տարբեր 1000 մարդու կարծիք կարող ես լսել, բայց գնա քո հովից հարցրա, թող հովիվը քեզ ճիշտ պատասխան տա, որպեսզի մոլորության մեջ չընկնես։ 13-րդ համարը։ Եվ առավելագույն սիրո արժանի համարեցեք նրանց իրենց աշխատանքի համար։ Խաղաղություն ունեցեք միմյանց միջև։ Ուրեմն տեսեք, երկու կարևոր բան ասես, չէ՞ Պողոս Սարաքյալը։ Սիրեք եւ առավելագույն արժանի, հարգանքի արժանի, այդ արժանիքը մատուցեք իրեն։ Սիրել եւ արժանիք։ Ինչու՞։ Եվ ասում է վերջում խաղաղությամբ իրար հետ ապրեք։ Ուրեմն երկու այս կարևոր բառը՝ սիրել եւ հարգանքի արժանի։ Ինչու պետք է արդեն սիրով հարգենք այդ մարդուն, արդեն ասում է իրենց կատարած աշխատանքի համար։
Մենք չգիտենք իրենք ինչ աշխատանք են անում։ Քահանայությունը պարզապես սիրելիներ բարձր դասակարգ լինել չէ, կրթված լինել չէ, քահանայի կոչումը ուրիշի հոգսերով ապրել է։ Ես ձեր կյանքով ավելի շատ եմ ապրում, քան իմ ընտանիքի։ Ես ձեզ ավելի շատ եմ տեսնում, քան իմ ծնողներին։ Ես ձեր հետ ավելի շատ եմ շփվում, քան իմ հարազատ տուն, ես մեր տուն, այդ նույնը իմ ընտանիքի բոլոր անդամ։ Մենք ձեր հետ ավելի շատ ենք լինում, քան մեր բարեկամների ու ծանոթների հետ։ Ինչու՞ որտեվ մեր կոչումը Քրիստոսին ծառայել մարդկանց փրկության համար։ Այդ աշխատանքը ուրեմն պիտի գնահատվի։ Ինչպես։ Եթե նույնիսկ չենք սիրում որևէ հոգևորականի, կան չէ, մարդիկ կան, որ մի անգամից չես սիրում այդ մարդուն, պատահում է մեր կյանքում, չենք ասել, չէ, բոլորը լավն են, բոլորին պիտի սիրես, բայց չսիրելով հանդերձ դու այդ մարդուն պետք է հարգես։ Ուղղակի պիտի հարգես իր կատարած աշխատանքի համար։ Կան չէ ուսուցիչներ, որ մենք իրենց դասերին չէինք սիրում նստել, փախնում էինք, բայց ինչու իրենց բնավորության գիծը կամ խստությունը, բայց իրենց աշխատանքը մենք պիտի հարգենք, չէ։ Օրինակ ես դասախոս ունեի, ես 6 տարի ճեմարանում 1 օր ամանչել եմ իրեն ասել դասս չեմ սովորել։ Ամանչում էի։ 2 դեպք եմ ունեցել, դասից առաջ մոտեցել եմ ասել եմ, պարոն կներեք, այսօր դասս պատրաստ չեմ, ինձ դաս չհարցնեք։ Ամաչում ենք այդ մարդու աշխատանք, որ ինքը մի երիկամով ինքը ամեն անգամ գալիս էր հասնում էր Սևան, մեզ դաս ավանդելու, ամաչում էր այդ մարդուն ասել, գիտես, այսօր քո տված դասը չենք սովորել։ Ուրեմն այդ աշխատանքը պիտի գնահատես, որ մարդը քեզ համար անում է։ Չսիրելով հանդերձ ուրիշների տկարությունների մեջ, ուրեմն բոլորս էլ տկարություններ ունենք, չի կարելի ամեն անգամ մարդու մեջ տկարություն փնտրել։ Խորանի վրա քահանան ինքն իրեն չի պատարակում, ինքն իրեն չի ներկայացնում։ Քահանայի այնտեղ կանգնած է եւ պատարակվողը Քրիստոս ինքն է։ Դու Քրիստոսի համար ես գալիս այստեղ եկեղեցու։ Ուրեմն սիրելով հարգանք պիտի տանք իր աշխատանքի, իր կատարած գործի համար։ Կարևոր չի այդ գործը ինքը ինչպես է անում։ Հարգեք այդ աշխատանքը։ Կարևոր չի։ Եթե տկարություն ունի, իր կողքը կանգնեք, իրեն ասեք, որ այս բանը այսպես չի կարելի այսպես անել։ Այս բանը ճիշտ չասացիր, Տեր հայր, այս բանը կարող ես այսպես ասել, որպեսզի դուք էլ օգնեք։ Առանց քահանան, առանց երգչախմբի ես կարող եմ պատարակ մատուցել։ Չէ, առանց դպիրների, սարգսակների գեղեցիկ լինի պատարակը, ոչ, առանց ձեզ այդ պատարակ արժեք ունի, չէ, ուրեմն երբ որ դու պատարակ ես մատուցում, դու պիտի հաղորդություն ստանաք, չէ, ես ինքս ինձ համար չեմ պատարակում, Քրիստոս բոլորի համար ասում է, արեք, կերեք, այս է Քրիստոսի մարմինն ու այրունը, ուրեմն այս բոլորով ենք միասին, մեկս մյուսին սրբագրելով, մեկս մյուսի խրատը լսելով, խոսքը լսելով, միասնական ենք դառնում մեր եկեղեցու մեջ, եթե ընդհանուրապես քննադատենք կամ հակառակվենք անընդհատ մեր հոգևոր առաջնորդին, նրանք նաև չեն կարողանա իրենց առաքելության մեջ հաջողել սիրելիներ։ Օրինակ կան մարդիկ, որ անդադար բողոքում, ասում ես գնա այդ բողոքելու փոխան իր հետ մի անգամ գոնե խոսիր։ Եթե քո ցավը այդ մարդու մեղավոր կյանքը տեսնելն է, գնա խոսի հետը։ Բայց եթե դու ուրախանում ես, որ ինքը մեղավոր է, դուրերը տարածում ես, ես իրա պատճառով եկեղեցի չեմ գնում, ես էլ միշտ հարցնում եմ, դու վատ բժշկի պատճառով հիվանդանոց չես գնում։ Դու որ սրճարան ես գնում հետարքում ես այդ սրճանի մատուցողը ինչ կյանքով է ապրում, չէ, մի հատ էլ թեյավճար ես տալիս գնում ես։ Դու չես գնում այդ մարդուց օգտվել, դու գնում ես այդ մարդու մատուցած ծառայությունից օգտվելու։ Ուրեմն գնա խոսիր, ուրեմն թույլ տուր որ ինքն էլ հաջողի, որ դու մարդու մասին անդադար կեղծ լուրեր ես տարածում, ինքը իր առաքելության մեջ էլ չի հաջողում։ Առանց այդ մարդուն ճանաչելու շատ-շատեր արդեն բացասաբար են տրամադրվում այդ մարդու հանդեպ։ Այդ մարդուն չեն ուզում տեսնել։ Եվ սա էլ պատճառ է դառնում, որ ինքը ավելի է փակվում, ձախողում իր առաքելությունը, սրա հետ մեկտեղ նաև Քրիստոսի առաքելությունն է ձախողում։ Այսինքն ինքը կոչված է Քրիստոսի փրկությունը սերը բերելու, մեր բամբասանքը, կեղծիկը, սուտը, նրա մեղքը տարածելը պատճառ է դառնում, որ ինքը այլևս չի կարողանում Քրիստոսի գործը կատարել։ Հիշեցեք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծո խոսքն ասացին։ Նայելով նրանց կյանքի ընթացքի վախճանին, հետևող եղեք նրանց հավատին։ Տեսեք, օրինակ է թողում։ Հիշեցեք ձեր առաջնորդներին, աղոթեք նրանց համար, նրանց ընթացքը տեսեք, հավատքի մեջ զորացեք։ Սա այդպես է անում։ Եվ ասում է խաղաղություն ունեցեք միմյանց հանդեպ։ Հիմա ինչպես պիտի հոգևորական եւ հավատացյալը խաղաղություն ունենա։ Պարզ բան, ոչ հոգևորականը, ով կոչված առաջնորդելու եկեղեցին, իրավունք չունի ինքը բռնակալի պես հրամայի բոլորին։ Ինքը կոչված չի հրամայել, ինքը կոչված է խնամք տանելու։ Ոչ էլ հավատացյալ իրավունք ունի անդադար բամբասելու կամ նեղ սրտել իր հոգևորականից։ Եթե որևէ հարց ունես, պետք է ծայրահեղությունները թողնես, գաս խոսել։ Եվ երբ որ այս կարողանաս ես խոսել իրար հետ, եկեղեցին երբեք չի բաժանվի։ Պատճառ չի դառնա։ Այսինքն որևէ անձի պատճառով դու չպիտի եկեղեցու մեջ պառակտում մտցնես։ Մի օր սիրելիներ, մի մարդ 3 հոգևորականի նույն վիրավորանքն է հասնում, նույն հայոյանքով 3-ին էլ հայոյում է,
առաջին հոգևորականը ասում է ուզեց պատասխանել, ծեծել կամ ինչ-որ բան ասել, հետո հիշեց, որ իրավունք չունի, լուռ մնաց։ Երկրորդ հոգևորական ասում է ուրախացավ, որ իրեն հայոյեցին, բայց տխրեց նրա համար, որ հայոյեցին։ Երրորդ ասում է լաց եղավ հայոյողի համար, որովհետև հիշեց, թե ինչ տանջանքների կարող ենք ենթարկվել։ Ամենաշատը սիրեց այս երրորդը, որ աղոթեց, լաց եղավ այս մեղավոր մարդու համար։ Ես դրա համար միշտ ասում ենք աղոթեք մեր համար, որպեսզի մենք էլ հպարտության մեջ չընկնենք, որպեսզի չտկարանանք, որպեսզի մենք կարողանանք ձեր աղոթներով պահպանել մեր հոգևոր վիճակը, որովհետև գայթակղություն ամեն վարքյան է։ Շատ գովելուց էլ մարդը կարող է հպարտանալ, շատ գովելուց էլ մարդը կարող է արդեն մտածել, որ այն ամեն ինչ կարելի է, ում հետ ինչպես ուզի խոսի, ինչպես ուզի վայրել։ Եվ սա մարդուն դարձնում է բռնակալ, իսկ առանց սիրո իշխանությունը մարդուն բռնակալ է դարձնում, եւ մարդը սկսում է բոլորին արդեն հանդունգն կերպով հանդիմանել, խոսել։ Նույնն էլ հավատացյալը ծայրահեղ մոտեցում ըմբոստություն չպիտի բերի իր հոգևորականի հանդեպ, որպեսզի իրար հետ կարողանա սիրով ապրել։ Եվ այս վիճակով մենք կարող ենք հավատացյալը հոգևորականը խաղաղ ապրել։ Երբ որ դու գնացիր քո հոգևորականից մի ուրիշ հավատացյալի բողոքեցիր, դու չես կարող դրա մեջ լավ բան գտնել։ Երբեմն տեսնում եմ տարբեր եկեղեցու հավատում են իրենց քահանաներից բողոքել։ Բայց թե ձեր քահանան այդքան վատն է, ինչի՞ եք ամեն կիրակի գնում եկեղեցի։ Կամ ինչի՞ եք ձեր տան գաղտնիքը ինչ որ մեկին հելնում պատմում եք ամեն օր։ Եթե խնդիր ունի, նորից եմ ասում, գնացեք, խոսեք։ Հիմա նույնն է ոնց որ ես ձեր մասին տարբեր տեղերում վատ բաներ պատմեմ։ Դուք եք իմ թևուտ թիկունք, եթե ես ձեր մասին վատ բաներ խոսեմ, ով պետք է դու իմ հետ գա այստեղ կանգնի աղոթի։ Ով ինձ պիտի ուշ տա, որ ես նորից գամ եկեղեցի։ Ես ձեզ համար եմ գալիս այստեղ, ինձ համար չեմ գալիս։ Դուք եք պատճառը, սիրելիներ։ Դրա համար այս միասնության մեջ է, որ եկեղեցին ուժեղ է։ Տեսեք հիմա ինչ է ասում արդեն հավատացյալների մասին։ Ուրեմն աղաչում եմ նախ հոգևորականների հատված ընթերցեմ, երեցներին ես էլ նույնպես երես լինելով եւ վկա Քրիստոսի չարչարանքների եւ մասնակից գալիք փառքի հայտնության արածեցրեք Աստծո հոտը, որ ձեզ է հանձնված, վերակացու լինելով ոչ թե հակառակ ձեր կամքին, այլ հոժարակամ, ըստ Աստծո, ոչ թե շահադիտությամբ, այլ հոժարությամբ, ոչ թե տիրելով նրանց, որ բաժեն ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հոտին, որպես երբ հովապետը երևա, փառքի անթառամ պսակն ընդունեք։ Տեսեք, ասում է Պետրոս Սարաքյալի խոսքն է սա։ Ես էլ ասում եմ երես լինելով արածեցեք Աստծո հոտ, այսինքն դուք Աստծունն եք, իմը չեք։ Ես պարզապես վերակացու եմ կոչված հոժարությամբ, սիրով ձեզ խնամելու եւ առաջնորդելու մինչեւ Քրիստոսի գալուստը։ Եվ հիմա տեսեք ինչ է ասում հավատացյալներին. լսեցեք ձեր առաջնորդներին եւ հնազանդվեցեք նրանց, որովհետեւ նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն, եւ նրանք ուրախությամբ թողանան այդ բանը եւ ոչ թե հոգոց հանելով, քանի որ այն ձեր օգտի համար չէ։ Հասկացաք, ասում է դուք էլ աղոթեք, հիշեք ձեր առաջնորդը, եւ իրենք հսկում են ձեր հոգիներին եւ ձեր փոխարեն մենք պիտի պատասխան տանք։ Պատկերացնեք քահանան ինքը որ ամեն օր լսում է մարդկանց մեղքերը։ Ինքը անդադար լսում է մարդ, ուրեմն ինքը պիտի նե ուժ գտնի հաղթահարի այդ մեղքերը, չհիասթափի մարդկանցից։ Ես երբ որ առաջին անգամ գնացի կանանց գաղութ, իմ մեջ մի երկար ժամանակ խնդիր էր, որ ամբողջ պատկերացումս կնոջ մասին քանդվել էր, որ դու չես պատկերացնում, որ կինը կարա այսքան ցած ընկած լինի, մարմնավաճառ լինի, թմրամոլ լինի, մարդասպան լինի, գող լինի, հանցագործ լինի, կեղծարար լինի, ամեն տեսակ բան, փչացվածություն կարող ես տեսնել բանտում։ Ուրեմն ինչքան պետք է ուժ գտնես, որ գնաս իրենց հետ ապրես, իրենց հետ նույնիսկ սուրճ խմես, ջուր խմես, իրենց թխած հացը ուտես, իրենց Աստծո խոսք քարոզես, միայն մտածում որ դու հանուն Հիսուս Քրիստոսի համար ես անում, որ այս մարդիկ փրկվեն եւ փառք Աստծո շատ-շատեր այնտեղից փրկված դուրս են եկել։ Ուրեմն այս բաներ կա մեր կյանքի մեջ, որ ամեն օր լսում ես, հետո հասկանում ես, լավ, այսքան մեղքը մեր կյանքի մեջ որտեղից։ Որովհետեւ մենք իրականում չենք սիրում, սիրելիներ։ Մենք իրականում իրար չենք գնահատում, ինչ որ մենք ունենք։ Ցավոք սրտի մենք մարդիկս կորցնելուց հետո ենք իրար գնահատում։ Կորցնելուց հետո ենք հասկանում այս մարդու արժեքը մեր կյանքի մեջ։ Շատ կարևոր է որ հասկանալ, որ սա քո հովիվն է, սիրիր ինչպիսին որ կա։ Սա էլ քո հավատացյալն է, երբեք մի տրտնջա։ Սրանք ժողովուրդ չեն, սրանք լավը չեն, բոլորն էլ լավն են, բոլորն էլ սիրո պակասից են այնպես։ Թե հոգևորականը, թե ժողովուրդը։ Մի օր մի քահանայի նշանակում են մի հեռավոր գյուղ, մարդ չկա, 10 կիլոմետր շարավող բնակություն չկա, ոչ մի ժողովուրդ չի ապրում, ամեն օր աղոթք անում, ժամերգություն անում,
ասում եմ Տեր Աստված, ես ինչի համար եմ այստեղ, էլի ոչ ոք չկա, ասում եմ տղա ջան, քո առաքելությունը աղոթելն է, դու աղոթիր։ 10 տարի հետո այդ ամբողջ տարածաշրջանը բնակություն է հաստատվում եւ մարդիկ եկեղեցին։ Ուրեմն մեր առաքելությունը սա է։ 1 հոգու համարել եմ ուրախ, 10 հոգու համարել, 100 հոգու համարել։ Այստեղ Քրիստոս է պատարակում, այդ մարդիկ գալիս են Քրիստոսին հանդիպելու եւ Աստծո խոսքը լսել։ Ես ընդհանրապես այդ խոսքը փոխանցողն եմ, ավել բան ինձանից չեմ անում։ Եվ եթե մենք մնանք բոլորով իբրև հոգեվորական, իբրև ժողովուրդ այս սրբության մեջ, մենք շատ բան կգտնենք այս կյանքի մեջ, սիրելիներ։ 14-րդ համարը շատ գեղեցիկ հատված է։ Եղբայրներ, աղաչում եմ ձեզ, խրատեցեք ստահակներին, քաջալերեցեք երկչոտներին, օգնական եղեք տկարներին, համբերատար եղեք բոլորի հանդեպ։ Ուրեմն եկեղեցու մեջ քահանան կարող է այս բոլորն անել, ինչ որ լսեցիք, 4 բան թվարկեց։ Ասում է խրատեցեք ստահակներին, քաջալերեք տկարներին, երկչոտներին եւ բոլորի հանդեպ համբերատար եղեք։ Քահանան կարող է այսքանը մենակով անել։ Ոչ։ Ուրեմն քահանան կարիք ունի նաեւ հասուն հավատացյալների օգտակարության եւ զորակցության, այսինքն եկեղեցու մեջ հավատացյալը, հասուն հավատացյալը քահանայի թևու թիկունքն է։ Իրեն նեցուկ է լինում։ Օրինակ, երբ որ գնում ենք ուխտի, ես բան կազմակերպում եմ, չէ, ընդամենը օրն ու ժամն եմ ասում, մնացածը դուք բոլորը տանում եք, չէ, այսինքն ամեն մեկը ձեր բաժին գործում, դրանք դուք իմ թևերն եք, իմ թևու թիկունքն եք, որ բոլորը միասին անում ենք։ Հիմա այս 4 բաները տեսնենք, որ թվարկեց։ Ուրեմն եկեղեցու մեջ կան կաթուտող հավատացյալներ, ճաշուտող հավատացյալներ եւ արդեն շատ հասուն, ամեն ինչից օգտվող հավատացյալներ։ Կարող է մարդը երկար ժամանակ եկեղեցում լինել, բայց ինքը այդպես էլ կաթնակեր մնալ, չհասունանալ։ Բայց երբ որ հավատացյալ ինքը հասունանում է, ոչ թե ինքը պիտի սկսի իշխել, ինքը արդեն հրամայություններ տար, այլ ինքը պիտի քահանե թևու թեկունք լինի, եկեղեցու մեջ այս թվարկած կետերը տեսնենք հիմա։ Խրատեցեք ստահակներին։ Ստահակը ովքեր են։ Մենք ում ենք սպասում, այն մարդիկ, ովքեր վտանգավոր են, չէ՞, այսինքն ամեն տեսակի վտանգ իրենից կարող է ակնկալել։ Ուրեմն բոլոր եկեղեցիներում միշտ եւ այսօր կան մարդիկ, ովքեր անկարգ են ու անսանձ են, իրենք կարգ ու կանոն չեն սիրում, իրենք ինչ ուզում են, ոնց ուզում են անում են։ Բոլոր եկեղեցիներում կան։ Հիմա ինչպես պետք է այս մարդուն խրատել, նրան ինչպես պիտի կարգապահության մեջ բերենք։ Հասուն հավատացյալը, որ տեսնում է երիտասարդը, ասում է տղա ջան, այսպես չանես, այսինքն քահանան կարող է 2 անգամ ասի չլսեն, բայց հասուն մի հավատացյալ մայրիկ կամ հայրիկ ասի, ինքը խելոքան է։ Ուրեմն բոլոր եկեղեցիներում բոլոր ժամանակ այս տեսակի մարդիկ կան, որ մեր մեջ էլ կան մարդիկ, տեսնում եք դուք, ովքեր կարգ կանոն չեն սիրում։ Իրենք երբ ուզում են, գալիս են, գնում են, ինչ ուզում են անում են, ուրեմն այս մարդկանց պիտի խրատես, անդադար այս մարդուն պիտի բացատրես, որ եղբայր ջան, քույր ջան, այսպես չի կարելի։ Եկեղեցին ինքը նաև կարգ ու կանոն է սիրում, այդ հանգստությունը, խաղաղությունը մարդը պիտի մտնի եկեղեցի, այդ կարգապահության մեջ լինի։ Եթե կարգապահությունը եկեղեցում չլինի, ամեն բան կքանդվի։ Զորամասում կան զինվորներ, որ այս նույն վիճակում են։ Իրենք անդադար խնդիր են ստեղծում հրամանատարի համար։ Ինչ են անում, եթե այնտեղ գաուբախտ են տանում, գցում են, մենք զրկում ենք սուրբ հաղորդությունից, ասում ենք, քեզ այլևս սուրբ հաղորդություն չեմ տալու, որպեսզի մարդը ցավը զգա, որ ինքը զրկված է Քրիստոսից, այնտեղ ազատությունից, այստեղ Քրիստոսից։ Երկրորդ ասում եք, քաջալերեցեք երկչոտներին։ Ովքեր են երկչոտ մարդիկ, սիրելիներ։ Այս մարդիկ ժխտական են, հասկացաք, այսինքն ոչ իրենց անձերի եւ ոչ էլ իրենց հավատքի հանդեպ չունեն քաջություն համար, անդադար sense վախում են։ Մի բան ասում ես, ասում է, վայ չգիտեմ, կլինի թե չի լինի, վայ չգիտեմ, այսպիսի մարդկանց պիտի քաջալերես։ Անդադար իրեն պիտի խոսես, բացատրես, որ չի կարելի։ Ուրեմն այսպիսի մարդիկ նույնիսկ կարող են ինքնասպանության գնալ։ Երբ որ իրենք չգիտեն, ոչ իրենց անձնական կյանքի մեջ ինչպես անել, վախում են ինչ որ համարձակ քայլ անել, ոչ հավատքի մեջ կարող են համարձակ որոշում կայացնել եւ այսպես անդադար վախ, բայց չգիտեմ, այսպես անեմ կլինի, բայց որ հանկարծ այսպես անեմ, այսպես կլինի, այս երկչոտություն է, որ կարիք կա մեր քաջալերանքին։ Երրորդը ասում է օգնական եղեք տկարներին, սիրելիներ։ Ուրեմն սա ամենակարևորն է։ Այս կյանքում օրինակ կան մարդիկ, ովքեր սիրում են տկարների վրա իշխանություն բանեցնել, չէ՞, շահագործել, ծաղրել, նվաստացնել, իրենց պետքերի համար օգտագործել։ Հիշում եք, միշտ հունվարի 6-ին ասում եմ, հանկարծ ձեր հարևանների համար ջուր չտանեք, իրենք ձեզ օգտագործում են, իրենք տանը նստել են, ձեզ ուղարկել են իրենց համար ջուր, մի տարի։ Այսինքն սիրում են այսպիսի մարդկանց վրա իշխանություն բանեցնել։ Քրիստոնյան ինչով է տարբերվում, սիրելիներ, որ քրիստոնյան ոչ միայն այս մարդկանց վրայով չպիտի քայլի, այլ նրանց կողքով անտարբեր չպիտի քայլի։
Տկարները միշտ մեր կարիք ունեն, այստեղ ոչ միայն ֆիզիկական տկարությունն է, այլև հոգևոր տկարության մասին է։ Մարդիկ կան, որ օրինակ եկեղեցի են գալիս տարիներով, բայց շատ բաներ չեն իմանում, չէ՞։ Հասուն քրիստոնյաներ կան, որ ծաղրում են, հələ սրան է, ասում է 10 տարի եկեղեցի է գալի, չգիտի, որ հաղորդության գնալուց պիտի առավոտը սուրճ չխմի։ Կա, չգիտի կամ տկարություն ունի։ Ինչ ես ծաղրում, ինչ ես բացահայտում իր սխալը։ Ինքը քահանայի հետ խոսում է։ Դուք շատերը մոտենում եք, չէ՞, մեկ տեր լավ չի առավոտյան սուրճ եմ խմել։ Վերջ, սա մեր ու ձեր զրույցն է, ոչ մեկ չգիտի դուք ինչ եք արել։ Ուրեմն ուրիշ մեկ իրավունք չունի մտնելու այդ ամեն ինչի մեջ։ Եվ տեսեք ինչքան գեղեցիկ է Պողոս առաքյալը Հռոմեացիների նամակի մեջ բացատրում ինչպես պետք է տկարին օգտագործել։ Մենք, որ ուժեղ ենք հավատի մեջ, պարտավոր ենք թույլերի տկարությունը տանել եւ միայն մեզ համար հաճելի չլինել։ Պարտավոր ենք, ասում եմ, տկարների թուլությունը տանել եւ ոչ միայն մեզ համար հաճելի լինել, այլ դիմացի մարդուն օգտակար լինել։ Սա ամենակարևոր առաքելությունն է, որ քրիստոնյան պետք է իր կյանքի մեջ իրագործի սիրելիներ։ Տկարին թևութիկուն լինել, ընկածին բարձրացնելու, տկարին պաշտպանելու։ Հիսուս եկավ ինչ ասում է աղքատներին քարոզելու, սովածներին, չէ, եւ ազատության տարին հռչակել, այսինքն Քրիստոս եկավ այդ օրինակը եղավ մեզ համար։ Մենք էլ իբրև քրիստոնյա պարտավոր ենք լինել։ Հիմա տեսեք, ասում է խրատեցեք ստահակներին, քաջալերեք երջոտներին, օգնական եղեք տկարներին։ Սրա համար ի՞նչ է պետք մարդուն։ Ինչ է պետք սրա համար, այս քանը, սիրելուց բացի կարդացի, համբերություն ունեցեք իրար հանդեպ, այսինքն ինչքան պետք է համբերություն ունես, չէ՞, եկեղեցում թե այս տեսակի մարդիկ կան, ուրեմն թե հոգևորականը, թե հասուն քրիստոնյան համբերություն չէ պետք է ունենա այս ամենին հաղթահարելու համար։ Ուրեմն կարևոր բանը, ասում է համբերատար եղեք բոլորի հանդեպ։ Սա 4-րդ պատգամն է։ Բոլորի հանդեպ համբերատար եղեք։ Հեշտ է այսօր համբերատար լինելը։ Մենք այսօր համբերություն ունենք, չունենք, այո։ Բայց ասում է եկեղեցու միասնությունը պահպանելու համար անհրաժեշտ է համբերություն։ Եկեղեցու միասնության համար պետք է, եթե քահանան համբերատար չնի իր հոտի հանդեպ, կամ եթե ծնող ամենապարզոնիկ է, թե իր զավակն ամեր համբերատար չնի, կարող է իրենց ուղղել։ Դու այսօր համբերությամբ, դրա համար համբերությունը համ ու հոտ բերել է, չէ՞, այսինքն համ ու հոտ պիտի բերես միասնությունը պահպանելու համար։ Նույնիսկ եթե մենք տարբեր կարծիքներ ենք, տարբեր սկզբունքներ ենք, պիտի համբերությամբ մեկս մյուսին հանդուրժենք։ Համբերությամբ մեկս մյուսին պիտի սիրենք։ Եվ այս սրանով է կախված մեր եկեղեցու միասնությունը։ Եվ համբերությունը սատանայի մեր միաբանությունը խախտելու գլխավոր զենքերից մեկն է, որով մենք կարող ենք պաշտպանվել։ Եվ երկրորդ համբերության մեջ սերն է հաղթում, չէ՞, քանի որ համբերությունը սիրո նկարագիրն է։ Եթե դու սեր չունես, դու չես կարող համբերատար լինել։ Եթե դու չսիրես մարդուն, դու չես կարող։ Շատ հաճախ են մարդիկ ասում, որ մեկը ոչ մեկ էլ չի փոխվում։ Ինչ ես այդքան խոսում։ Ասում եմ, բայց ով էր ասում, ինքը նույն րոպեին փոխվել։ Խաչված ավազակը կարողացավ մի ակնթարթում փոխվել, բայց մարդիկ կա, որ տարիներ հետո են փոխվել։ Մենք տեսնում ենք, ինքներս մեզ տեսնենք, էլի մենք ինչպիսին ենք, երբ որ հավատացինք, ինչպիսին ենք այսօր, երբ որ արդեն երկար տարիներ հավատքի կյանքով ենք ապրում։ Լիքը սկզբունքներ քարացած, այսպես թողել ենք մեր կյանքից, լիքը վատ սովորություններից հրաժարվել ենք, վատ արարքներից գործել ենք, մեր բերանը սահմանափակել ենք, քիչ ենք խոսում, շատ բաներ չենք անում, զուսպ ենք մեր ամեն ինչի մեջ։ Հետո պետք չի որ պատկերացրեք, թե մենք անհամբեր լինենք մարդու հանդեպ, Աստված ո՞նց է մեզ համբերում։ Այսօր Աստծո կեցվածքը համբերությունն է մարդու հանդեպ, որովհետև եթե Աստված չհամբերի մարդու դարձին ապաշխարությանը, այս աշխարհում ոչ ոք չի փոխվի սիրելիներ։ Ուրեմն այս եկեղեցու կարևոր պայմաններից մեկը այս բոլորը ունենալու սիրո նկարագիրը, համբերությունը մեր վրա վերցնելն է։ Եվ այսօրվա վերջին համարը, որ նորից գեղեցիկ հատված է, 15-րդ համարը, զգույշ եղեք, չլինի թե մեկը չարին չարով հատուցի, միշտ միմյանց հանդեպ եւ բոլորի հանդեպ բարի գործերու հետամուտ եղեք։ Տեսեք, հիմա արդեն զգուշացնում է, որ զգույշ եղեք, հանկարծ չարին չարով չպատասխանեք։ Քրիստոնյայի կյանքով ապրելը հեշտ է։ Ոչ։ Քրիստոնեական կյանք ապրելը երբեք էլ դյուրին գործ չէ, սիրելիներ, հեշտ չի քրիստոնյա կյանքով ապրել, ամեն տեղից հարձակում ես ունենում։ Բայց մենք պետք է չարին չարով պատասխանենք։ Մենք պիտի ատելության վրեժ խնդրությամբ լցվենք, չէ։ Հիսուս ինչ է ասում, ձեզ անիծողներին օրհնեք։ Ձեր թշնամիների համար աղոթեք։ Սա միայն խորը իրական քրիստոնյան կարող է այս տողերը հասկանալ։ Ինչպես աղոթել քո թշնամու համար։ Ինչպես օրհնել քեզ անիծողին։ Ինչպես։
Ուղղակի ասենք խոսքեր, որ երբեմն մարդիկ ասում են, դու պարտավոր ես սիրել, բայց դու ինքը չի ներում, ինքը չի սիրում։ Ինքը հանդուրժող չի։ Ուրեմն միայն խոսքեր ասելով հեշտ չէ, դու պիտի քո վրա զգաս այդ ամեն ինչը։ Դու պիտի ապրես այդ ամեն ինչը։ Մի հատ այդ տառապանքի միջով պիտի անցնես, մերժված լինելու զգացումը դու պիտի ունենաս։ Ինձ երբ որ ճեմանից հեռացրեցին, ես 2.5 տարի դուրս եմ մնացել։ Ինձ չէին թողում եկեղեցիներում խորան բարձրանայի։ Ասում եմ ես սարգսավակ եմ, ինչ հեռացրել են ճեմանից, բայց ինձ չեն զրկել սարգսավակությունից։ Այս շատ քաներ թույլ չէին տալիս խորան բարձրանալ, վախենում էին, որ մայր աթոռում կիմանան իրենց նկատողություն կտա։ Երբեք չեմ թշնամացել, հակառակը շարունակել եմ աղոթել, ուրեմն սրան եմ ես արժանի։ Ուրեմն պետք է որ այս ճանապարհով ես ինքս մաքրվեմ, որպեսզի կարողանամ սիրել։ Ուրեմն քրիստոնյայի կյանքով ապրելը մեծ զողողություն է սիրելիներ պահանջում։ Զրկանք է պահանջում, որ դու կարողանաս այդ կյանքով ապրել ու չչարանալ։ Երբեմն լինում է, որ գայանեն մեկն բորբոքած խոսում ասում եմ ուրախացի։ Ոչինչ, կանցնի, էդ էլ կանցնի։ Համբերություն ցուցաբեր։ Եթե բոլորը քոպես մտածեն, քոպես հասկանան, այլ աշխարհի մեջ կապրենք, բայց բոլոր մարդիկ մեր պես չեն, քրիստոնյայի պես չեն մտածում, որովհետև քրիստոնյայի մտածողությունը տարբեր է աշխարհիկ մարդու մտածողությունից։ Աշխարհիկ մարդուց կարող է սпасել շատ վտանգ, բայց երբ որ հոգևոր կյանքի մեջ ողը մարդն անում է այդ ամենը, ուրեմն դու մեծ համբերություն պիտի ունենաս, որ չարին չարով չպատասխանես, զգուշ լինես այդ մեղքի մեջ չհայտնվելու համար։ Եվ բարի եւ հավատացյալ մարդու հետ հեշտ է չէ ապրելը։ Հեշտ է չէ բարի մարդու հետ ապրելը։ Միանշանակ է, շատ խաղաղ, հանգիստ ապրում ես, բայց դու պիտի կարողանաս այդ չարություն անող մարդու հետ էլ ապրել։ Քեզ սիրող մարդու հետ էլ ապրել։ Եվ այստեղ է քրիստոնյայի հաղթանակ, այստեղ է քրիստոնյան հաղթում։ Երբ որ Հիսուս ասաց մի երեսիդ հարվածում են գրված է, ասում է, չէ, օրինակը Մատթեոս են վերցնում է, գրված է Ատամի փոխարեն Ատամ, աչքի փոխարեն աչք։ Հիմա ասում է, ես ձեզ ասում եմ, մի երեսիդ ապտակեցին, մյուսն էլ ապտակի։ Սա շատ քիչ մարդիկ են այս падգամը ապրել։ Այդ եղբայրասիրությունը մարդը ունեցել, որ մյուս երեսներն են շուրջ ասեն հարվածի, ուրախացի, հանգստացի կամ անիծողին օրհնել են։ Իրեն հայոյողին ինքը օրհնել է, իր համար աղոթք արել։ Սա իրական քրիստոնյայի ճանապարհ է։ Դրա համար Պողոս Առաքյալը հորդորում է համբերող լինել մեղավոր յուրաքանչյուր մարդու հանդեպ։ Եվ ինչ ասում Հռոմեացին ուղղված նամակի մեջ, ասում է թույլ մի տուր, որ չարը հաղթի քեզ, այլ բարիով հաղթիր չարին։ Թույլ մի տուր, որ չարը հաղթի քեզ։ Եթե թույլ տաս կպարտվես, սիրելիներ։ Եվ Աստված ասում է վրեժխնդրությունը իմն է, դու թող։ Եվ Պողոս Առաքյալի խոսքը կա նորից նամակի մեջ, ասում է թշնամիդ հաց է ուզում տուր, ջուր է ուզում տուր, չարին հաղթիր բարությամբ։ Տուր, այդ ջուրը տուր, այդ հացը տուր, մի զրկի, որովհետև երբ որ դու տալիս ես, դու Աստծուն ես տալիս, ինքը արդեն Աստծուն է պարտ մնում։ Արդեն ինքը Աստծո հանդեպ պարտավորվածություն է, ոչ թե քո հանդեպ, որովհետև դու այդ հաղթահարեցիր, այդ սիրով արեցիր այդ ամեն ինչը։ Եվ տեսեք ինչքան բարձ օրինակներ է բերված, այո, դժվար, մարդու կյանքի մեջ շատ դժվար իրագործելի, բայց դու պիտի կարողանաս այս ամենը փորձել, ձգտել, որպեսզի քո իրական հավատացյալ եւ քրիստոնյա կոչումը կարողանաս սպայել, քո հոգեվոր աստիճանը, քահանայության պատիվը, որ տրված է քեզ Աստծուց, դու ճիշտ կատարես, Աստծո խոսքը ճիշտ ներկայացնես, սիրելիներ։ Եթե ոչ, այսօր պատգամը տեսակ Պետրոս Առաքյալը ասում է, անբան անասունների պես են, նրանք ովքեր խաբում են, որովհետև իրենք գնում են մորթվելու եւ տանում են այն մարդկանց իրենց հետ, ովքեր խաբված են։ Դու կարող ես Աստծո խոսքը փոխել, այլ բան ներկայացնել, ամեն ինչը համապատասխանել քո շահերին, քո ցանկություններին։ Երբեմն մարդիկ նույնիսկ իրենք խոսք են ասում են, այսինչ սուրբն է այսպես, բայց այդպիսի բան չի ասել այդպիսի սուրբը։ Դա իրենք են այդպես ասում, սուրբյանը օգտագործում են այդ խոսքը ավելի հեղինակավոր դարձնելու համար, որպեսզի մարդկանց ավելի վատ վիճակի մեջ դնեն։ Մեր կոչումը պարզ է։ Մայր Թերեզայի խոսքն է, ասում է սուրբ լինելու համար պետք չի գնաս անտառներում սարերի ժայռերի մեջ ճկնես, որ սուրբ լինես, մենք պարզապես պետք է Աստծո կամքով ապրել ու սիրել։ Ու սիրել։ Եթե սիրեցիր, Հիսուս ասում է, բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք։ Սա միակ պատվիրանն է։ Եվ Հովհաննես առաքյալը, որ ինքը նաև սիրո առաքյալ է կոչվում, երբ որ ինքը արդեն ծեր էր, գիտեք, ինքը աքսորված էր, պատմած կղզում էր, եւ երբ որ ինքը գրկած իրեն տանում են եկեղեցի մի քանի հազար հավատացյալ հավաքված, որ քարոզ պիտի խոսի, ընդամենը ասում է սիրեցեք իրար։ Ու ասում է ինձ տարեք։ Ասում են բա քարոզ, ասում է թե դուք սիրեք, մնացած ինչ որ ես կասեմ կարիք չունեք լսել ավելորդ։ Եթե սիրեք իրար։
Եթե հավատացյալը սիրիր քահանային, քահանան սիրիր հավատացյալին եւ մեկը մյուսի համար ապրի, մենք կյանքի մեջ որևէ դժվարություն չենք ունենա։ Այսքան այլասերվածություն, որ մեր շուրջը կատարվում է, երբեք չի լինի։ Քրիստոսի եկեղեցի միշտ հաղթական կլինի։ Քրիստոսի եկեղեցի միշտ զորավոր կլինի եւ Քրիստոս միշտ մարդկանց կյանքի մեջ ոչ միայն անունով, այլև կենթանի ներկայությամբ ներկա կլինի այս աշխարհի մեջ։ Այսքանը սիրելիներ, թող Տեր օրհնի բոլորիս, խաղաղության մեջ պահի, աղոթեք ձեր հոգեորականների համար, իրենց արդարության համար, իրենց սրբության համար, մի վախեցեք իրենց հետ խոսել։ Օրինակ, եթե երեխան իր ծնողին չասի, որ այս բանը այսպես է, ծնողը իր զավակին չասի, տան մեջ խաղաղություն կլինի, երբեք չի լինի։ Ուրեմն պիտի խոսես։ Երկխոսությունը կարևոր պայման է։ Աղոթքն էլ Աստծո հետ երկխոսությունն է։ Դիմացիդ մարդու հետ զրուցելը, մեկը մյուսի ցավը կիսելը, գնացեք այդ մարդկանց ճանաչեք, խոսեք, գնահատեք, որովհետև ամեն դեպքում, երբ որ ինձ ասում են մեր քահանան այսպես, ասում եմ ինքը խորանից հաստատ ձեզ վատ խորհուրդներ չի տալիս։ Գնացեք այդ խորհուրդը լսեք։ Իր կյանքը մի նայեք ինքը ինչպես է ապրում։ Եթե իմ կյանքին նայեն մարդիկ ինչպես եմ ապրում, կարող է շատերը չհավատան։ Կամ յուրաքանչյուր մեկիս կյանքը որ տեսնեն, որովհետև կան մեղքեր, որ մենք գործում ենք եւ մինչեւ մեր մահվան օրը գործելու ենք, ուզենք թե չուզենք։ Ինչպես ենք ասում, կամա եւ ակամա, գիտակցաբար եւ անգիտակցաբար։ Կան մեղքեր, որ մենք գործում ենք այդպես, բայց մեղքին պետք չի նայել, Հիսուս չի նայել մեր մեղքերին։ Հիսուս նայել է մեր ազնվությանը, որտեղ ենք մենք մաքուր սրտով աղոթում, որտեղ ենք մենք բարություն անում, որտեղ իսկ դա է գնահատել։ Երբ որ դու երեխային անդադար ասես, դու վատն ես, դու այսպես, դու այնպես, աշակերտը երբեք չի կարող սովորել, բայց եթե դու իրեն գովես, ինքը ավելին կանի։ Հիմա երբ որ երեխան գալիս ասում է հայրիկ ուզում եմ ֆուտբոլիստ դառնամ, գնամ Իսպանիայում ես ինչ տեղը խաղամ, դու գիտես որ չէ անհնարին է։ Ասում ես կարող ես ասել, բայց դու գիտես որ այնտեղ իսպաներն են խաղում, հələ իսպաներեն սովորիր, հետո գնանք ֆուտբոլ խաղալ։ Երեխայդ ոգևորիր, որ ինքը իր երազանքի հետևից գնա, ինքը չկանգնի։ Չասես տղա ջան, քո ֆուտբոլ խաղալը որն է, դու ինչ գիտես ֆուտբոլն, ինչ բան է, կամ դու որտեղից գիտես Իսպանիան։ Չի կարելի այդպես վարվել մարդու հետ։ Դու պիտի մարդուն ոգևորես, որ ինքը կարողանա իր ուզած է ցանկությունը հասնի եւ նա էլ հոգեվոր կյանքի մեջ այդ հաղթանակը տանի։ Աստված պահապան բոլորիս, շնորհակալություն սիրելիներ։